4 օրը արդեն հետևում են պարլամենտում նոր ձևավորված պարլամենտի գործունեությունը ու գալիս եմ այն եզրակացությանը, որ оппозիցիան տրվեց իշխանական պրովոկացիաներ եւ ընկավ իշխանության դաշտը, որտեղ հիմա իրանց խփելու են, դարձնելու են բոքսի դանձիկ։ Ինչպես ես միշտ ասում, մինչև մանդատ վերցնելն էր, որ եթե մանդատ վերցին, ապա оппозիցիան պրոստը դառնալու է բոքսի դանձիկ Փաշինյանից համար ու իրանք պարլամենտում իրանք սկսելու են խփել։ Ցավոք սրտի оппозիցիան դա թույլ տվեց ու ընկան Փաշինյանի դաշտում։ Ինչ պետք է աներ, որ оппозիցիան չընկներ այդ դաշտ, որտեղ ինքը կերվելու է, քանի որ Փաշինյանին այդ դաշտում լավ փորձ ունեն ու դա իրանց մակարդակն է։ Փաստացի ԿՊ-ն բացի, ասենք, քննադատելուց, մարդկանց վրա գործ սարքելուց, ինչ որ անհիմն մեղադրանք ներկայացնելուց ուրիշ բանով չի զբաղված ու դրանով այս 8 տարի մոլորացնում է հանրությանը, իսկ ընդդիմությունը տրվեց դրան ու դարձավ էլի այդ ամենի մի մասը։ Ինչ պետք է անի вообще-то ընդդիմությունը, հա, որպես ընդդիմություն։ Ինքը պետք է կրիտիկավատ անի այն գործողությունները, որոնք եւ այն օրենքները, որոնք ընդունում են իշխանությունները ու անում են, պետք է վերահսկի գործադիր մարմնի աշխատանքները ու մնացած ինստիտուտների աշխատանքները, չէ՞, ու առաջարկի օրենքներ, օրենսդրություն, ինչ որ փոփոխություններ, ինչ որ ծրագրեր, որի միջոցով հանրությանը ինչ որ իօգուտ բան կբերի։ Բայց փաստացի արդեն 4-րդ օրն է оппозիցիան զբաղված է սենց ոնց որ իրենք իրանց արդարացնելուց, ոսկի իշխանությունը հելնում իրանց վիրավորում է, оппозիցիան հելնում պատասխան է տալիս ու ատվետ ինքն է վիրավորվում։ Փաստացի ոչ իշխանությունը, ոչ оппозիցիան դեռ ոչ մի բան չի առաջարկել հանրությանը, ժողովրդին, պետությանը որպես նոր կազմված կառավարություն ու ընդդիմություն։ Ընդդիմությունը լավ կաներ, հիմա ինքը ռեալ ազգանապաստ ծրագիր ներկայացներ պարլամենտում, տնեին քվեարկության ու ըստ դրան մի հատ տենայինք, թե իշխանությունը ազգանապաստ ծրագիրը կընդունի թե չէ։ Եթե չի ընդունի, այդ դեպքում արդեն լավ հարվածի դաշտ է պասվում իշխանությանը։ Այսինքն оппозիցիան արդեն այդ վաղ հիմնորեն կսկսեր քլանգել, ցույց տալ, թե իշխանությունը ինչպիսի հակաիշխանություն է, հակահայկական է ու սենց նման բան, այսինքն փաստերով այդ վաղ արդեն ընդդիմություն ցույց կտար իրական դեմքը, իսկ հիմա ուղղակի զբաղված են իրար ոնց որ արդարացնելուց ու